Ողջույն, այսօր խոսելու ենք երեխաների քնի խանգարման մասին եւ տաղավարում հյուրընկալել ենք քնի մասնագետ խորհրդատու Լիլիթ Պիպոյանին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Կարծես թե նոր մասնագիտության հետ գործ ունենք, ով է քնի խանգարման մասնագետը։ Քնի խորհրդատուները այն մարդիկ են, ովքեր ունեն համապատասխան կրթություն եւ սահմանված կարգով հավաստագրվել են։ Եվ մենք օժանդակում եւ աջակցում ենք ընտանիքներին իրենց փոքրիկների քնի հարցում եւ իհարկե հաշվի առնելով յուրաքանչյուր ընտանիքի անհատական կարիքները, արժեքները եւ փոքրիկի անշուշտ անհատական կարիքները։ Իմ աշխատանքում ես շատ կարևորում եմ, որ յուրաքանչյուր ընտանիքի զգացմունքները արժևորված լինի, այսինքն առաջին հերթին լսել ընտանիքին, լսել շատ հաճախ խոսքերից անդին, արժևորել իրենց զգացմունքները։ Գիտեք, միայն զգացմունքների արժևորում իրականում շատ բան է փոխում։ Շատ բան։ Եվ գիտեք, որովհետև այսօրվա այդ տեղեկատվական հոսքերի, սոցիալական ճնշումների դարում, երբ անընդհատ ասում են, որ ծնողը պետք է յուրաքանչյուր օր ավելի լավը լինի, քան նախորդ օրն է, եւ շատ մեծ բեռ է դրվում ծնողների վրա, իսկ ես ասում եմ, իսկ ինչ ուղղակի լինելու մասին, ինչ կասեք ուղղակի լինելու մասին, դուք ինչքան կաք, որպես ծնող բավարար եք, եւ դուք բնավ վատ ծնող չեք, եթե ձեր փոքրիկը վատ է քնում կամ ունի քնի հետ կապված խնդիրներ։ Դրա համար շատ կարևոր է իրենց զգացմունքների արժևորումը եւ նաեւ կարևոր է աջակցությունը, որովհետեւ օգնելն ու աջակցելը դրանք լրիվ տարբեր բաներ են։ Հաճախ մենք կարող ենք օգնել, բայց չաջակցել ընտանիքին։ Օրինակ կարող է այսպիսի իրավիճակ պատկերացրեք, մայրիկը նոր է ծննդաբերում, ընտանիքի անդամները որոշում են, որ պետք է օգնեն այդ մայրիկին, օրինակ կերակուրն են պատրաստում, բայց մայրիկը բողոքում է, ասում է, ես այնքան հոգնած եմ, փոքրիկս գիշերը չի քնել, անդադար անհանգիստ է եղել, ասում են դե լավ ոչինչ, կանցնի կամ բամեր ժամանակ ոնց էլ մենք 10 երեխա ենք մեծացրել կամ մյուսները այս աջակցություններ չունեն, այսինքն կերակուր պատրաստելու տեսանկյունից, վերջ մայրիկը մնաց միայնակ իր զգացողությունների հետ եւ այդ դեպքում չարժևորվեց իր զգացմունքները եւ բացի այդ մենք չհարցրեցինք ինքը ինչի կարիք ունի։ Միգուցե ինքն է ուզում կերակուրը պատրաստել։ Միգուցե ինքը կարիք ունի, որ իր երեխային որևէ մեկը 10 րոպե, 20 րոպե խնամի, ինքը դուրս գա զբոսնի, հա, կամ ուղղակի լոգան կընդունի, կամ միայնակ սուրճ խմի, որևէ բան, որը որ իրեն ավելի կօգնի, այսինքն շատ կարևոր է արժևորել իր զգացմունքները, ընտանիքի ընդհանրապես ոչ միայն մայրիկի, այլև հայրիկի եւ բոլոր նրանց, ովքեր խնամում են բալիկին, աջակցել եւ ուղղակի լսել։ Հատկապես նորացիները շատ դժվարությամբ են քնում, ինչպես կազմակերպել նրանց նորմալ քունը եւ կապ ունի, այսինքն մինչեւ 1 տարեկանը ինչքան պետք է երեխան քնի կամ մինչեւ 7 տարեկան։ Իրականում ժամանակների իմաստով ես խորհուրդ կտամ, որպեսզի հետևեն հեղինակավոր կազմակերպությունների հրապարակումներին, որովհետև այնտեղ շարունակ թարմացվում են տվյալները, նոր հետազոտություններ են կատարվում։ Այդպիսի կազմակերպություններից են Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, Մանկաբույժների ամերիկյան ակադեմիան, Քնի բժշկության ամերիկյան ակադեմիան, Քնի ազգային հիմնադրամը, որ եւս ամերիկյան կառույց է, եւ այսպես է, հա, օրինակ 0-ից 3 ամսական բալիկների համար, օրինակ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս քնել միջակայքեր, այսպիսին 14-ից 17 ժամ միջինում, 4 ամսականից 11 ամսական բալիկների համար 12-ից 16 ժամ է առաջարկվում, 1-ից 2 տարեկան բալիկների համար 11-ից 14 ժամ, իսկ 3-ից 4 տարեկան բալիկների համար միջակայքը մոտավորապես ներառում է 10-ից 13 ժամ, բայց անպայման թող հետևեն այդ կազմակերպությունների պաշտոնական հրապարակումներին, որովհետև հաճախակի նաև այդ թվերը փոփոխման ենթարկվում են։ Դասական երաժշտությունը որքանով է նպաստում հանգիստ քուն ունենալուն։ Իրականում երաժշտությունը շատ լավ է երեխային հանգստացնելու համար, բայց քուն մտնելու ընթացքում ցանկալի է, որպեսզի երաժշտություն չլինի, որովհետև հնարավոր է, որ երաժշտություն երեխայի ուղեղը պարզապես ակտիվ պահի, քանի որ կան լադային որոշակի վայրիվերումներ, եթե դա միատոն երաժշտություն չէ, միատոն ձայն չէ, եւ երեխայի ուղեղը ակտիվ է մնում։ Ավելի ցանկալի է որևէ միատոն, օրինակ
ասում են սպիտակ աղմուկ, հա, սպիտակ, վարդագույն աղմուկ կամ այլ տարատեսակներ էլ կան, օրինակ brown noise-ը, այդ սպեկտրի աղմուկներն են ցանկալի կիրառել, որոնք միանվագ են, այսինքն միատոն են եւ երեխային մանավանդ մինչեւ 3 ամսական փոքրիկներին հիշեցնում են մայրիկի արգանդում եղած ձայները, որովհետեւ այնտեղ արյունատար անոթների ձայն, աղիների գալարման ձայնն է, հա, բալիկին հիշեցնում են այդ ձայները եւ մանավանդ մեծ տարիքում, եթե փոքրիկը զգայուն է կտրուկ ձայների նկատմամբ, աղմուկը քողարկում է։ Սենյակային ջերմաստիճանը որքանով է կարևոր հանգիստ քնելու համար։ Անշուշտ կարևոր է, ընդհանրապես քնի արտաքին պայմանները շատ կարևոր են եւ ցանկալի է, նայեք, իրականում մեր էվոլյուցիոն մեխանիզմները աշխատում են դեռևս նախնադարյան մարդուն բնորոշ մեխանիզմներով, այսինքն մեզ պետք է քարանձավային պայմաններ, ինչպես է եղել, պահ Նույնն էլ պետք է մենք ապահովենք մեր փոքրիկների եւ նաեւ ինչու ոչ մեզ համար։ Այսինքն իդեալական ջերմաստիճանը ներառում է մոտավորապես 16 աստիճանից մինչեւ 20-22 աստիճան։ Ամռանը կարող է մի քիչ ավելի շատ լինել, մաքսիմում 24-25 աստիճան, բայց ցանկալի է հնարավորինս զովացնել քնելու վայրը, որպեսզի երեխան ավելի խորը քնի, ընդհանրապես խորը քնի փուլերը ավելի լավանում են, երբ սենյակի ջերմաստիճանը լինում է հնարավորինս զով, ոչ ցուրտ, ոչ տաք։ Միայն խորը քնի փուլերի համար չէ բնականաբար։ Դա ընդհանրապես, գիտեք, այսօր շատ եմ ես նկատում, որ ասում են քնի առաջի կեսը դա ամենավերականգնող խորը քնի փուլերն են, բայց իրականում բոլոր փուլերն են կարևոր քնի, չկա մի փուլ, որ ավելի քիչ կարևոր է, քան մյուսը, եւ ոնց որ կատարյալ սիմֆոնիա լինի, որտեղ յուրաքանչյուր երաժշտական գործիք ունի իր դերակատարումը, դրա համար պետք է ուշադիր լինել ամբողջ քնին, այսինքն չկա մի կտոր, որը շատ ավելի կարևոր է, քան մյուսը։ Քնի բոլոր փուլերը կարևոր են։ Երբեմն ասում են ծնողների հետ երեխան կարող է հանգիստ քնել նրանց անկողնում։ Սա նորմալ երևույթ է։ Այո, դա ընտրության հարց է, նայեք համատեղ քունը լինում է միևնույն սենյակում եւ միևնույն անկողնում, անշուշտ ընտրության հարց է, ուղղակի կան անվտանգության որոշակի կանոններ, որ պետք է պարտադիր պահպանել եւ իհարկե եթե այդպես հարմար է ընտանիքին, ինչու ոչ թող այդպես քնեն։ Ընդհանրապես մինչև 6 ամսականը խորհուրդ է տրվում, որ բալիկը քնի նույն սենյակում, ինչ ծնողներն են։ Ծնողներն են հիմնականում սահմանում երեխայի քնի ժամերը։ Պետք է հետևել դրան, թե ամեն դեպքում երեխան քնի այն ժամանակ, երբ իրականում հոգնած է։ Ոչ, դա միֆ է, երեխայի նյարդային համակարգը այնպիսին է, որ ինքը չի կարող ինքնուրույն արգելակվել։ Կան բալիկներ, որոնք որ հրեշտակ բալիկներ են եւ ավելի հեշտ է իրենց հետ քնի կազմակերպում, բայց հիմնականում երեխաներին պետք է ծնողների պատասխանատվության դաշտում է երեխային քնեցնելը եւ ժամի ընտրությունը, այսինքն դա շատ մեծ մոլորություն է, երբ ասում են, որ երեխան ինքը կհոգնի, կքնի։ Դրա համար ծնողները պետք է վերցնեն պատասխանատվություն երեխայի քնի ժամի համար եւ փոքրիկին քնից առաջ անպայման հանգստացնեն։ Գիտեք, քունը այսպես չի, որ, չգիտեմ, լույսի նման միացրենք, անջատեցինք ու երեխան քնի։ Այդպես չի, ոնց որ մեքենան կայանելու նման է ինքը, պետք է ընթացքը կամաց դանդաղեցնել։ Իհարկե կան մարդիկ, որ միանգամից են կայանում, բայց հիմնականում երեխաներին ժամանակ է պետք, որպեսզի իրենք հանգստանան ու շատ կարևոր է, որ ծնողները հասկանան, թե իրենց երեխային ինչն է հանգստացնում, որտեղ յուրաքանչյուր երեխա ունի իր զգայական պահանջը։ Մի երեխա օրինակ հանգստանում է օրորից, մյուս երեխան հանգստանում է խորը մերսումներից, մի երեխա օրինակ ինչ որ լսողական, ոնց որ ասացիք երաժշտություն է։ Այնից է հանգստանում, դրա համար պետք է ծնողները հասկանան ինչն է փոքրիկին հանգստացնում, ինչն է իրեն հաճելի եւ անպայման քնից առաջ անեն, որպեսզի բալիկը արգելակվի, սիմպաթիկ համակարգից երեխայի համակարգից անցում կատարի պարասիմպաթիկ համակարգին, որպեսզի փոքրիկը պատրաստ լինի քնելու։ Դե փոքրիկները անդադ շարժման մեջ են, շատ խաղալը, ակտիվ լինելը չի հոգնեցնում, միանգամից քնեն հանգիստ։ Ոչ, դա եւս մոլորություն է, երբ ասում են թող շատ հոգնի, որ քնի։ Իրականում ինչ է տեղի ունենում, ընդհանրապես դրա հետ կապված մի բան ասեմ, որ խորհրդատվությունների ժամանակ հաճախ լինում է, որ ծնողներն ասում են, դե Լիլիթ ջան, օրինակ պետք է քնի բալիկը, վերցնենք 2 տարեկան բալիկ է օրինակ, ինքը պետք է քնի ժամը 8-ին, օրինակ եմ ասում։
Եվ ասում են դե Լիլի ջան, հայրիկը, տատիկը, պապիկը, մորաքույրը, հորաքույրը գալիս են եւ պետք է բալիկի հետ խաղան, ոնց կլինի քնի այդ ժամին, բայց չխաղա եւ ինչ է տեղի ունենում այդ ընթացքում, հա, երբ որ երեխան արթուն է մնում, ուրեմն Էլի նախնադարյան մարդուց եկած պաշտպանական մեխանիզմ է, մեր ուղեղը հասկանում որ միգուցե շուրջը վտանգ կա, որ եթե մեր քնի պատուհանը բացվել է եւ մենք քնած չենք, այսինքն օրինակ վայրի կենդանի կամ բնական աղետ է, դուք եք նկատած կլինեք, երբ ձեր քունը տանում է, մեկ էլ մի քիչ հետո ասում են քունս փախավ։ Ուղեղը սկսում է օրգանիզմ արտամաղել արթունության համար պատասխանատու հորմոններ, որպեսզի մեզ վտանգից պաշտպանի։ Եվ նման դեպքերում, քանի որ երեխայի նյարդային համակարգը այդքան մեծ արդյունություն չի կարողանում տանել, սկսում են երեխաները անբնական ակտիվ լինել, անընդհատ շարժվել, հետո կամակորլած կան, դյուրագրգիռ են դառնում, դժվար է իրենց հետ համագործակցել, իրենք չեն ցանկանում սոցիալական շփումներում ներառվել, եւ ասում են Լիլիթ ջան, 9-ին մեկը փորձել քնեցնել չի ստացվել, 10-ին են փորձել քնեցնել չի ստացվել, բայց ինչ է տեղի ունենում, քանի որ այդ հորմոնները շատ ակտիվ են երեխայի օրգանիզմում, մոտավորապես այդ տարիքի փոքրիկին 2-3 ժամ անհրաժեշտ է, որպեսզի իր հորմոնների մակարդակը իր օրգանիզմում իջնի այնքան, որ երեխան նորից պատրաստ լինի քնելու։ Եվ այդ դեպքում նույնիսկ եթե ինքը քնում է, այդ հորմոնները շարունակում են թափառել օրգանիզմում եւ շատ անորակ քուն է փոքրիկ ունենում։ Այսինքն, եթե պետք է քներ 8-ին եւ չքնես, մեկ էլ հնարավոր է 10-ին ու 11-ին կարողանաք քնացնել փոքրիկին։ Հասկանում եք, դրա համար պետք չի, այսինքն պետք է անպայման հարգել երեխայի կենսաբանական ժամացույցը։ Չպետք է մենք ամեն արհեստականորեն երկարացնենք, հա, եւ ինչ է այդտեղ տեղի ունենում, երբ որ փոքրիկը ուշ քնեց, իսկ երեխաների մեծամասնությունը արտույտիկներ են, ոչ բոլորը, բայց հիմնականում միտված են դեպի վաղ արթնացում եւ վաղ քուն, երեխան օրինակ քնում է 11-ին, իսկ արթնացումը լինում է օրինակ 7-ին։ Ինքը շարունակում է շուտ արթնանալ եւ եթե այսպես օրեր շարունակ լինում է, երեխան գերհոգնածություն է կուտակում եւ գնալով կարճաժամկետ հեռանկարում դուք տեսաք ինչ խնդիրներ է փոքրիկի մոտ լինում, հա, ասացի որ շատ դյուրակրկիր են լինում, անբնական ակտիվ լասկան, իսկ հետագայում արդեն իմացական ճանաչողական գործառույթներն են փոքրիկի տուժում։ Կարող է արդեն փոքրիկ առաջադիմության հետ կապված խնդիրներ ունենալ հետագայում իմունիտետը բնականաբար, ախորժակը, երեխայի աճը, այսինքն շատ լուրջ խնդիրներ կարող են առաջանալ, եթե տևական ժամանակ անընդհատ մենք փոքրիկին իր կենսաբանական ժամանակից դուրս քնեցնենք։ Ուշ քնելը ինտելեկտի վրա ազդում է։ Այո, նայեք, եկեք ընդհանրապես հասկանանք քունը ինչ գործառույթներ ունի, իրականում մեկ եթերաժամանակը չի բավարարի, որպեսզի մենք պարզապես մատնանշենք այն գործառույթները, որը քունն է անում, եւ պարզապես կարող եմ ասել, որ չկա մտավոր, հոգեկան, ֆիզիկական զարգացման, առողջության որևէ ասպեկտ, որի վրա քունն իր անդրադարձը չունի։ Եվ եթե քունը կարևոր չլիներ, էվոլյուցիան այն դուրս կմղեր։ Իսկ մենք մոտ մեր կյանքի 1/3 անցկացնում ենք քնած, այսինքն այն նույնքան կենսական է, որքան խմելը, որքան սնվելը, որքան խմելը ջուր նկատի ունեմ, որքան սնվելը եւ որքան շնչելը, հա, եւ այն ազդում է ինչպես բոլոր օրգան համակարգերի վրա, հա, այնպես էլ ընդհանուր մինչև մարդու խարիզմատիկություն, իր տրամադրություն, ստրեսակայունություն, մոտիվացիա եւ շատ այլ տարրերի վրա։ Եվ ուղղակի մեկ այլ որպեսզի հետ գնանք, հասկանանք, թե ինչու քնի մասին շատ չեն խոսում, ընդհանրապես դրա համար կա երևի թե լոկալ եւ գլոբալ պատճառ։ Գլոբալ պատճառն այն է, որ աշխարհին երևի թե պետք են մարդիկ, որոնք կամ արտադրում կամ սպառում են, իսկ քնած ժամանակ մենք ոչ նա ենք անում, ոչ մյուսը։ Իսկ լոկալ մակարդակում կա այդ մտայնությունը, որ եթե դու քնում ես, ուրեմն դու ալարկոտ ես, եթե քնում ես, ուրեմն դու զբաղված չես, իսկ եթե զբաղված չես, ուրեմն դու կարևոր մարդ չես։ Հասկանում եք, բայց քունը շատ կենսական է, այսինքն երբ առողջ քնի վերաբերյալ տարբեր արշավներ են կազմակերպում, քունը միշտ մարգինալացված վիճակում է։ Եվ հաճախ խոսում են առողջ սննդի, հա, առողջնդակարգ բարելու ֆիզիկական ակտիվության մասին, բայց քնի մասին շատ հպանցիկ է անդրադառնում։ Բայց քունը շատ կարևոր է, հա, երբ խոսում են, որ օրինակ ոգելից խմիչքի ազդեցության ներքո չի կարելի նստել ղեկին, չքնած նստել ղեկին եւ ոգելից խմիչքի ազդեցությամբ նստել ղեկին նույն բանն է։ Կամ պատկերացնում եք վիրաբույժով քնած չէ, ինքը որքան սխալներ կարող է թույլ տալ վիրահատության ժամանակ։ Դրա համար
Գիտեք, նաև ցավոք պետք է նշեմ, որ աշխատանքային մշակույթում էլ սա կա, երբ միշտ լավ աշխատակից համարվում է այն մարդը, ով շուտ է գալիս, ուշ է գնում, գիշերվա որ ժամին է լինի վերադարձի կողմից գրված էլեկտրոնային նամակին պարտադիր պատասխանում է, բայց դա բնավ կապ չունի աշխատանքի արդյունավետության հետ։ Եվ ընդհակառակը կրեատիվություն մարդու ստեղծագործ միտքն է տուժում, եթե ինքը քնած չէ։ Եվ այսօր շատ առաջատար կազմակերպություններ սա հասկացել են եւ ամեն ինչ անում են իրենց աշխատակիցների քնի օպտիմալացման համար, ընդհանուր մինչեւ աշխատանքային ժամերը համադրելով յուրաքանչյուր աշխատակցի քրոնոտիպին։ Եվ նույն խնդիրը նաեւ ես տեսնում եմ երեխաների քնի դեպքում երկու ծայրահեղություն կա ընդհանրապես, մեկ օրթոսոմիան է, այսինքն շատ մեծ տագնապ քնի շուրջ, որ 10 րոպե այս կողմ, 10 րոպե այն կողմ սկսում են ծնողները տագնապել, որ երեխան բավարար չի քնում, բա ոնց կլինի եւ այլն, ու ամեն կերպ իրենք փորձում են տաղյուսակների մեջ ներառեն երեխային, որ ճիշտ քնի, ճիշտ ժամով քնի եւ այլն, եւ կա հակառակ պատկերը, հակառակ ծայրահեղությունը, որ ավելի շատ է հանդիպում, ինչպես ես ասացի, դա երեխայի կենսաբանական ժամացույցը չհարգելն է եւ ընդհանրապես չկարևորելը քունը եւ միշտ ասել։ Օրինակ, գիտեք, կարծում եմ դա էլ գենետիկ ինչ-որ բան ունի, որովհետեւ ավակ սերունդը ավելի շատ կարևորում է օրինակ սննդի հետ կապված խնդիրները, ավելի շատ օրինակ ինչ-որ այդ ժամանակ եղել է խնդիր, հա, սնունդը, միգուցե տաք հագուստը եւ այլն, եւ քանի որ մենք այսքան հեռու չենք եղել բնությունից, հա, ավելի հեշտ է եղել երեխաներին քնեցնելը։ Իսկ հիմա այդ խնդիրը սուր է դրված, բայց գենետիկորեն միգուցե մենք այդ խնդրի կրողը չենք, դրա համար շատ հաճախ քունը չի կարևորվում։ Ցերեկային քնի մասին խոսենք, որքանով է այն կարևոր եւ մինչեւ որ տարիքը ցերեկները պետք է երեխաները քնեն։ Ցերեկային քունը անշուշտ շատ կարևոր է, այսպես ասեմ, հա, փոքրիկները ինչու են շատ քնում, որովհետև ինչ որ իրենք տեսնում են, ընդհանրապես երբ ծնվում է փոքրիկ, իրեն համար աշխարհում ամեն ինչ նոր է։ Եվ ինչ որ տեսնում է, ինչ որ լսում է, բոլոր զգայական ընկալումներով ստանում է փոքրիկ եւ քնի ժամանակ դա ցեմենտվում է, հա։ Իսկ եւ շատ այլ գործառույթներ է իրականում ունի ցերեկային քունը, ես քիչ առաջ մատնանշեցի, որ չկա որևէ ասպեկտ առողջության հետ կապված, կլինի մտավոր, ֆիզիկական, թե հոգեկան, որի վրա քունը իր ազդեցությունը չունի։ Ցերեկային քունը շատ տարբեր է իմիջիայլոց, թե երեխան երբ կհրաժարվի ցերեկայինից եւ կախված է անշուշտ երեխայի ուղեղի զարգացումից, իսկ ընդհանրապես քունը մատնահետքի նման յուրաքանչյուր մարդու մոտ տարբեր է։ Օրինակ 2.5-3 տարեկան դեպի 3 տարեկան շատ քիչ փոքրիկներ կան, որ կարող են հրաժարվել ցերեկային քնից, մոտավորապես 2.5% փոքրիկների։ Իսկ մնացած հատվածը դեռ կարիք ունի ցերեկայինի։ 3 տարեկանից հետո արդեն մոտավորապես 50% երեխաների կարող է հրաժարվել ցերեկային քնից եւ այդպես, բայց դեռևս երեխաները շատ երկար ժամանակ ցերեկային քնի կարիք ունենում են, ընդհանուր մինչ 5 տարեկան, իսկ կան երեխաներ, որոնք շատ ավելի երկար եւ կան մարդիկ ընդհանրապես, որոնք որ բավական երկար ժամանակ եւ իրենց կյանքի վերջը կարիք են ունենում ցերեկային քուն ունենալու, որովհետեւ միգուցե մենք այնպիսին ենք եղել, որ մեր քունը եղել է ի սկզբանե այդպես ծրագրված, այսինքն մենք ոչ թե գիշերը մեկ ամբողջական հատված քնենք, այլ քնենք մի փոքր հատված ցերեկը, հետո նոր գիշերը։ Եվ այդպիսի երկրներ կան, որոնք սիեստաներ ունեն, այսինքն պահպանել են դա։ Դրա համար շատ անհատական է, թե երբ երեխան հրաժարվի ցերեկային քնից եւ պետք է անպայման դիտարկել, որքան է արթունություն կարողանում փոքրիկը պահել եւ ըստ դրա կողմնորոշվել։ Հաճախ մեզ թվում է, որ երեխան պատրաստ է ցերեկային քնից հրաժարվելու, բայց օրվա վերջում մենք խնդիրներ ենք տեսնում երեխայի վարքում եւ ընդհանրապես երբ հրաժարվում են ցերեկային քնից, ես խորհուրդ կտամ ծնողներին մոտավորապես ժամը 4-ի 5-ի կողմերը դիտարկել երեխայի վարքը եւ տեսնել ոնց է փոքրիկ իրեն պահում։ Եթե հանգիստ է փոքրիկը եւ մինչեւ սահմանված ժամը կարողանում է հանդարտ տրամադրություն ունենալ, ուրեմն կարող է ինքը ցերեկային քնի կարիք չունի։ Իհարկե շատ մեծ կապ ունի, թե երբ է արթնացել առավոտյան, ընդհանրապես քնին մենք պատրաստվում ենք առավոտյան արթնացման ժամից, ոչ թե գիշերը։ Իսկ եթե մենք նկատում ենք, որ օրինակ այդ ժամերին արդեն փոքրիկը քնում է, ուրեմն դեռ շուտ է։
պետք է օպտիմալացնել փոքրիկի ռիթմը։ Այսինքն կրկին պետք է ժամերը սահմանի ծնողը հաշվի չնայարնելու։ Ուզում եք քնել թե չէ։ Շատ քիչ երեխաներ կան, որոնք ասում են ես ուզում եմ քնել։ Այդպես չի լինում, երեխաները երբ ուզում են քնել, իրականում դա արտահայտվում է իրենց վարքով, լինում են, երբ գերհոգնած են լինում, շատ ջուրակարգիր են լինում, կարող է լացկան լինեն, որովհետեւ կապրիզնի է բալիկս, հա, կամակոր վարք են ունենում, իրականում ուղղակի գերհոգնած են այդ երեխաները, ուղղակի ժամանակին չեն քնել իրենք, պետք է քնեցնել փոքրիկին, հնարավորինս շուտ, եթե նման ոչ համագործակցող եւ անբնական ակտիվություն ենք տեսնում փոքրիկի մոտ եւ վարքը շատ լավ ցուցիչ է, որովհետեւ մենք հասկանանք իրականում երեխան հիմա պետք է քնի, թե ոչ եւ թողնել փոքրիկին, այդ պատասխանատվությունը դնել փոքրիկի վրա, բացարձակ չարժե, որովհետև երեխան չի կարող այդ պատասխանատվությունը կրել եւ որոշում կայացնել ինքը քնի թե չէ, որովհետև երեխանի համար գիտեք, քունը ոնց որ իրեն զրկում է բոլոր տեսակի հետաքրքրություններից եւ կտրում է ամբողջ աշխարհից, ծնողների հետ շփումից եւ պետք է ինքը գնա ինչ որ մութ սենյակ պարկի եւ քնի։ Ոչ մի բալիկ դա չի ցանկանում։ Դրա համար պետք է մենք շատ սահուն անցումը կազմակերպենք եւ երեխային պատրաստենք քնելուն։ Միանշանակ դա ծնողների պատասխանատվության ոլորտը պետք է լինի։ Շատ քիչ երեխաներ կան, որ սիրում են քնել։ Դրա համար սիրելի ծնողներ, դուք եք պատասխանատու փոքրիկների քնեցնելու ժամի եւ քնի ծեսի համար։ Ինչպես կազմակերպել երեխայի առողջ քունը, ինչպես երեխային նախապատրաստել քնելուն։ Մենք մի շարք տարերի մասին արդեն խոսեցինք, քնի արտաքին պայմանների մասին, քնի ծեսի մասին, ինչպես ես ասացի, այսինքն այն գործողությունները, որոնք փոքրիկին հանգստացնում են եւ հուզական առումով են հանգստացնում փոքրիկին եւ ֆիզիկապես են հանգստացնում, ու շատ կարեւոր է, որ այդ գործողությունները լինեն թե ծնողներին հաճելի, թե այսինքն երեխային խնամողներին, ովքեր որ քնեցնում են փոքրիկին, իրենց հաճելի, թե նաև փոքրիկին հաճելի եւ այդ գործողությունները ցանկալի է քնից առաջ, որ նույնական կրկնվեն, որպեսզի երեխայի ուղեղը կապի այդ գործողությունները քնի հետ։ Ընդհանրապես քնից մոտավորապես 1 ժամ առաջ ցանկալի է բոլոր տեսակի ակտիվ խաղերը դադարեցնել փոքրիկի հետ, երեխային բերել հանգիստ դաշտ, հնարավորինս նստակյաց խաղեր, իսկ եթե շատ ավելի փոքրիկ է, ուղղակի գրկել, մանկալ կամ որևէ գործողություններ անել, որոնք որ հանգստացնում են փոքրիկին, չեն ներառում օրինակ լուսաձայնային որևէ խաղալիքներ եւ այլն։ Գիշերային քնից առաջ ցանկալի է տան լուսավորությունը թույլատրել 50-ից մինչև ընդհանուր 70% եւ ցանկալի է, որ մենք չմիացնենք կապույտ սպեկտրի լույսեր, որոնք որ արևածագի լույսերի նման են, չլինի սպիտակ, կապույտ, կանաչ, այլ լինեն կարմիր սպեկտրի լույսեր, որոնք կրակի լույսերի նման են կամ արևամուտի, այսինքն կարմիր, վարդագույն, դեղին, մուգ, որպեսզի երեխայի ցիրկադիան ռիթմերը չխախտենք, որովհետև եթե վառը լուսավորությունը, անաբանդ կապույտ լույս է, երեխայի ցանցաթաղանթի վրա ընկնելով գլխուղեղ սխալ ինֆորմացիա է գնում, որ հիմա ցերեկային ժամը եւ հնարավոր է, որ մենք ընկճենք քնի հորմոն մելատոնինի արտազատումը եւ նյարդային համակարգը բավական ակտիվանա փոքրիկի։ Դրանից հետո արդեն կարող են կազմակերպել լոգանքը, բայց անպայման էլի ցածր լուսավորության ներքո լոգանքը իրականում բավական նպաստավոր է քնի համար այն առումով, որ արյան շրջանառությունը գալիս է պերիֆերիաներ եւ դրա հաշվին մարմնի ներքին ջերմաստիճանը որոշակի ժամանակ անց ընկնում է, իսկ մեզ պետք է որ մարմնի ներքին ջերմաստիճանը ընկած լինի, որպեսզի մոտ 1 աստիճանով, որպեսզի մենք կարողանանք քնել, այնուհետ փոքրիկին տանում ենք սենյակ, էլի շատ թույլ լուսավորության ներքո կամ մթության ներքո, եթե շատ ավելի փոքրիկ է, բալիկը փորձում են քնի ծեսն անել, այսինքն այն գործողությունները, որի մասին ես նշեցի, հանգստացնել փոքրիկին տարբեր ձևերով, ամեն երեխա իր հանգստացման ձևն ունի, եւ արդեն դրանից հետո լույսեր ամբողջությամբ անջատել, որ ցանկալի որ երեխան տոտալ մթության մեջ քնի, ընդհանրապես մարդը ցանկալի է որ քնի, որովհետեւ էլի մեզ մոտ աշխատում են նախնադարյան մարդուց եկող էվոլյուցիոն մեխանիզմները եւ այդպես փոքրիկը հանգստանա եւ կարողանա քուն մտնել։ Իհարկե նայեք, մի բան կուզեի ասել, որ ընդհանրապես երեխայի զարգացման տեսանկյունից քունը շատ կարևոր է, բայց նաեւ շատ կարևոր է, որ մինչեւ 3 տարեկան փոքրիկների դեպքում, որ իրենց հիմնական կապվածության անձը հասանելի լինի իրենց համար, այսինքն թե ֆիզիկապես, թե հուզական իմաստով, իսկ հիմնական կապվածության անձը սովորաբար մայրիկն է,
ոչ բոլոր դեպքերում, բայց հիմնականում, եւ այսօր գիտեք շատ է շրջանառվում այդ որակյալ ժամանակ ասվածը։ Երբ ասում են կապ չունի ես երեխայիս հետ որքան ժամանակ եմ անցկացնում, կարևորը ներառված եմ լինում, օրինակ 30 րոպե ես իր հետ խաղում եմ, դա բավարար է, բայց մինչև 0-ից 3 տարեկան երեխաների համար կարևոր է, որ մենք ներկա լինենք ոչ թե այն ժամանակ, երբ մենք ենք հասանելի, այլ երբ ինքը դրա կարիք ունի։ Հասկանում եք։ Եվ գիտեք, այսօր աշխարհը գնում է դեպի եսակենտրոնության, ես չգիտեմ դա լավ է, վատ է, ես գնահատական տալ չեմ կարող, այդպես իրողություն է, եւ պետք է դրա հետ հաշվի նստել, բայց նաեւ խնդիրը ինչումն է, որ ասում են, որ մայրությունը չպետք է լինի զոհաբերություն, երեխայի եւ քո հարաբերություններում միշտ ընտրիր քեզ։ Այդտեղ արդարացի հարց է առաջանում, այդ դեպքում ինչ է մայրություն, եթե ոչ զոհաբերություն։ Այո, մայրությունը չպետք է տառապանք լինի, բայց ինքը զոհաբերություն է, դու զոհաբերում ես քո առողջությունը, գեղեցկությունը, ժամանակը, քունը, հարմարավետությունը, ֆինանսները, կարիերան եւ այլն, բայց իհարկե այդ զոհաբերության բեռը չպետք է մենք երեխաների վրա դնենք, որովհետև դա մեր գիտակից եւ որոշումն ու ընտրությունը պետք է լինի։ Ուղղակի խնդիրը այստեղ նաեւ այն է, որ մենք շատ իզոլացված ենք ապրում հիմա եւ հայրիկները հաճախ կրավորական դիրքում է լինում երեխայի խնամքի հարցում եւ մայրիկների վրա շատ մեծ պատասխանատվություն եւ բեռ են գնում, բայց շատ լավ է, որ մեր երկրում երեխայի խնամքի արձակուրդը 3 տարի է տևում եւ շատ ցանկալի, եթե կա հնարավորություն, մայրիկները լինեն փոքրիկի հետ կամ հայրիկ եթե միայնակ հայրիկի լինեն փոքրիկի հետ, որովհետև այդ տարիներին երեխայի առողջ հուսահականության հիմքն է դրվում եւ հետագայում նման մարդիկ շատ ներդաշնակ հարաբերություններ են ունենում իրենք իրենց հետ եւ աշխարհի հետ, որոնք որ հիմնական կապվածության անձից ստացել են ջերմություն, ճիշտ է կառուցվել այդ կապվածությունը, հա, իրենց հիմնական խնամողի հետ եւ մենք շատ կարճ ժամանակ է երեխայի կյանքում, ես կարծում եմ, որ մենք կհասցնենք եւ շրջագայել եւ աշխատել լրիվ դրույքով։ Իմ միջոցով աշխատանքի հետ կապված մի բան էլ ասեմ, որ մենք մեզ դիրքավորում ենք որպես երեխայի զարգացմանը միտված հասարակություն եւ երեխայասեր հասարակություն, բայց կան ընտանիքներ, որտեղ ասում են, որ մայրիկը կոնկրետ կինը չպետք է աշխատի, հա, բայց գիտեք, մենք շատ բարդ աշխարհաքաղաքական դիրքում ենք եւ տեկտոնական գոտում ենք գտնվում եւ մենք որպեսզի կարողանանք մեր երեխաների ապագան ապահովագրել, պետք է միշտ ունենանք պլան B։ Այսինքն երկու ծնողը պետք է կարողանան վաստակել, որովհետև մենք չգիտենք վաղը մեզանից յուրաքանչյուրի հետ ինչ կարող է լինել։ Եվ այս առումով նաև ընդհանրապես երեխայասեր հասարակության առումով մենք շատ լուրջ բացեր ունենք թե պետական առումով, թե մեր մտածելակերպի առումով։ Պետական առումով եթե դիտարկենք, ապա երեխայասեր հասարակությունը, երեխայի զարգացման միտված հասարակությունը պետք է ունենա շատ լավ որակյալ կրթություն, առողջապահական համակարգ, երեխայի հոգեվական եւ ֆիզիկական զարգացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ եւ ծառայություններ, իսկ չգիտեմ ինչ որ մեկը գրել էր, որ մենք մեր ավտոմեքենաները ավելի շատ ենք սիրում, քան մեր երեխաներին, որովհետեւ խաղահրապարակների փոխարեն ամբողջ ավտոտնակներն են, չեմ ասում նման սարսափելի էկոլոգիան, որ մենք ունենք, եւ մտայնության առումով է խնդիրներ ունենք, որովհետեւ մարդ օրինակ, չգիտեմ, բաժակաճառ է ասում երեխաների մասին եւ հետո ասում է ծխախոտը հանում, սկսում է ծխել այդ երեխայի ներկայությամբ։ Ոնց որ ես ասեմ, ձեզ շատ եմ սիրում, հետո սնդիկով այդպես միկրո թունավորումներ անեմ, հա, միկրոդոզաներով թունավորեմ ձեզ։ Եվ նաև խնդիրը միայն դա չանթիվ կարելի է դա թվել, օրինակ հերթերում չենք զիջում երեխայով մարդկանց կամ երեխայի լացի նկատմամբ շատ անհանդուրժող ենք, ընդհանրապես գաղափար չունենք երեխայի զարգացման էտապների մասին կամ ինչ որ մեկը մթերք է վաճառում, ասում ես իմ սեփական երեխային դա չէի տա ուտելու, այսինքն որ ուրիշ երեխան ուտի թունավորվի, այդ նորմալ է եւ գիտեք, այսպիսի մտածելակերպը մեզ ոչ մի լավ տեղ չի տանում։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Մենք զրուցում էինք երեխաների քնի խորհրդատու Լիլիթ Պիպոյանի հետ։